Անուն Հոր եւ Որդվո եւ Օգնի Սրբո ամեն։ Շնորհավոր Սուրբ Աստվածածնի ավետման տոնը։ Ամփոփող ամեն տարի ապրիլի 7-ին հայ առաքելական եկեղեցին նշում է Աստվածածնի ավետման տոնը։ Եվ Աստվածածնի մեծարման տոն է։ Այսինքն մենք չէ որ մեծարում ենք, Աստված մեծարեց Աստվածածնին, մենք էլ պարտավորենք տոնախմբել, փառավորել, ուրախանալ, ցնծալ եւ մեր խոնարհումը եւ մեր աղոթքները բերել Աստվածածնին։ Նախ ուզում եմ ձեզ ներկայացնել եկեղեցական հայրերը ինչպես են մեծարում Աստվածածնին։ Նախաստեղծ Ադամը պատվվեց նրանով, որ Աստծո ձեռքով ստեղծվեց։ Իսկ Աբրահամը երանելի դարձավ, քանի որ Աստծո բարեկամ կոչվեց։ Հակոբը գովաբանվեց, քանի որ ժուժկալությամբ Աստծո հետ մենամարտեց։ Մովսեսը բարեբանվեց, քանի որ Աստծուն տեսավ։ Մարգարեները արժանացան Աստծո բարեհաճությանը, քանի որ Սուրբ Հոգով լցված քարոզեցին Աստծո գալուստը։ Երջանկացան առաքյալները, քանի որ մարմնացած բանն Աստծու երկրի վրա տեսան եւ շոշափեցին կենաց խոսքը։ Իսկ տիրուհի Մարիամը առավել գերազանց եւ հրաշափառ երանությունների արժանացավ, քանի որ բանն Աստված, որ վեր է քան միտքը, հրեշտակների եւ մարդկանց խոսքերը, նրանից ծնվեց։ Նա, ով նախքան ժամանակները հորից է ծնվել եւ ում ծնունդը միայն հայրը գիտի, ով արշալույսից առաջ արգանդից ծնված որդին է հոր էությունից եւ փառքով աթոռակից է նրան, ով անստվեր լույսն է եւ անմատույց լույսի հոր ճառագայթը, նաեւ ծնողի էության կերպարանքն է, նկարագիրը եւ աներևույթ Աստծո փառքի ծագումը, անսկիզբ բանը անսկզբնական հորից, Աստված Աստծուց, Տեր Տիրոջից, ում փառքը ցանկալի էր անմահների դասերին եւ բաղձալի աստվածասեր մարգարեներին, ում արդարները, թագավորները եւ նահապետները ցանկանում էին գոնե աղոտ կերպով տեսնել, բայց չկարողացան։ Ամենաօրհնյալ Սրբուհին ամբովանդակելի Աստվածության հուրը առանց այրվելու իր որովայնում կրեց, քանի որ հորից անբաժանելի որդին, ինչպես անձրև երկնքից իջավ կույսի մաքրափայլ որովայնը։ Ինչպես Ադամից ոչինչ չպակասեց, երբ Աստված նրանից վերցնելով կողոսկրը ստեղծեց Եվային, որպես կատարյալ մարդ բնությամբ եւ գոյությամբ, այդպես էլ բանն Աստված վերցնելով սուրբ կույսի արյունից միավորեց իր աստվածությանը եւ կույսից ոչինչ չպակասեց։ Սուրբ Աստվածամոր մեջ մարդկային բնությունը միացավ աստվածային բնության հետ առանց երկրավոր հոր միջամտության, քանզի նա ում հայրը նախքան հավիտյանները որդի ծնեց եւ ում հետ հայրը խոսեց, թե քեզանով է սկսվում զորացումն իմ օրերի, նույնին ժամանակի մեջ անճառաբար ծնեց կույս Մարիամը։ Սուրբ կույսը սկիզբն է անսկզբնականի, ժամանակը անժամանակի եւ մարդկանց հանդեպ իր ունեցած գութով մոտենում է Հորը, Որդուն եւ Սուրբ Հոգուն։ Նա, ով իր խոսքով պահում է բոլոր արարածներին, կառավարում երկնային եւ երկրային բոլոր էություններին, ելավ կույսի գիրկը եւ անժամանակ որդին մանկացավ, նա ով կերակուր է տալիս բոլոր ողջերին, Սուրբ կույսի անարատ կաթով սնվեց։ Կույսն ավելի վեր է, քան մարգարեները, առաքյալները, նախահայրերը, մարտիրոսներն ու վարդապետները, եւ վեր է, քան իշխանություններն ու պետությունները, սերովբեներն ու քերովբեները, եւ ավելի վեր է բարձրացել, քան երկնային բոլոր զորքերը։ Զիջում է նա միայն արարչին, անեղ բնությանը, գերազանց եւ աներևույթ աստվածությանը։ Արդ Սրբու միջոցով խաչը ծագեց աշխարհի մեջ, որպես զորության գավազան եւ կնիկ ամենքի համար պահպանելու մեր ելն ու մուտը։
Աստվածածնի միջոցով մահը մեռավ, դժոխքը կործանվեց, սատանան պարտվեց և նրա զորությունները սանդարամետում փակվեցին։ Նրա միջոցով բացվեց կենաց ծառի ճանապարհը, վերցվեց բոցեղեն սուրը և հաստատվեց մկրտության ավազանը։ Նա եղավ եդեմական շնչավոր դրախտ, որտեղից բխեց մեր Տեր Հիսուս Քրիստոս կենաց աղբյուրը, 4 գետերի բաժանված, ինչպես ավետարանիչների քարոզությունն է աշխարհի 4 կողմերում լցված հավատով և Սուրբ Հոգով։ Սրբույն եղավ Նոյան տապան, և եթե այն տապանը միայն մի ընտանիք ազատեց ջրհեղեղից, ապա կույսի միջոցով ողջ աշխարհը փրկվեց։ Նա եղավ անկեզ մորենի, քանզի աստվածության հուրը բնակվեց նրա որովայնում և չայրեց, և ոչ թե մեկ Մովսես առաքվեց Եգիպտոս փարավոնին պատժելու և Իսրայելն ազատելու, այլ 12 առաքյալներ ուսուցանելու ամբողջ աշխարհին, ովքեր կործանեցին անմարմին փարավոնին իր զորքերով հանդերձ և հեթանոսներին փրկելով անմահ կյանքի կոչեցին։ Նա եղավ ուխտի տապանակ, որն իր մեջ կրեց անպարագրելի բանն Աստծուն, ով ոչ միայն Իսրայելի որդիներին Սինայի անապատից դեպի Ավետյաց երկիր առաջնորդեց, այլ ամբողջ մարդկային ցեղը դեպի երկնային Երուսաղեմ։ Նա եղավ ոսկյա սափոր և իր մեջ կրեց հոր անժամանակ խոսքը կենաց մանանան, որով ոչ միայն ապերախտ Իսրայելին կերակրեց, այլև ամբողջ աշխարհին։ Նա եղավ ծաղկած գավազան Հեսեի արմատից, ըստ Հակոբ Նահապետի մարգարեության, Շառավղից որդի ելավ, մեզ համար կյանքի ողկույզ ընծայվեց, լի բարությամբ և իմաստությամբ տարածվեց ամբողջ աշխարհում։ Նա եղավ ոսկե ձույլ աշտանակ, որն իր վրա, ինչպես վառվող ճրագ, կրեց մարդացած բանն Աստծուն։ Աշտանակի ճրագի 7 լեզուները Սուրբ Հոգու յոթնափյա շնորհներն են, իսկ 2 ձիթենիները մեկը աջից և մյուսը ձախից, հին և նոր կտակարանները։ Նա եղավ արևելք, որտեղից ծագեց արդարության արեգակը և հալածեց մեր հոգիների խավարը, անստվեր լույսն առաքեց մահվան ստվերում նստածներին։ Նա եղավ օգնական լեռ, որից առանց ձեռքի դիպչելու հատվեց վեմն, անճարելի բանն Աստված, և առանց սերմի մարմնին միանալով խորտակեց կուռքերի մոլությունները և հիմնեց կաթողիկե Սուրբ եկեղեցին։ Նա եղավ իմանալի գեղն, որի վրա անպարագրելի բանն Աստված իջավ ինչպես ցող, և միշտ հոսելով կենդանի ջրով լցրեց տիեզերքը հագեցնելու համար տոչորվածների ծարավը։ Նրան տեսավ Եսային, ինչպես թեթև ամպ, որի վրա նստած բանն Աստված իջավ Եգիպտոս և կործանեց բազմաստվածյան մոլորությունը և վեր հանեց սուրբ ճգնազգյաց հրեշտականնման և սքանչելագործ կրոնավորների երջանիկ խմբերը, որոնցից են Անտոն Մեծը, Պողը, Մակարը և մյուս քրիստոսազգյաց կրոնավորները։ Նրանով վերցվեց Ադամի անեծքը և փարատվեց Եվայի տաժանելի երկունքը, և կոչեցին ամենասուրբ Աստվածամորը այգի վայելուչ, վեմ ջրածին, աղբյուր կնքված, բույս բարի, տեղ Շափուղյայի, քաղաք Աստուծո, բլուր կնդրուկի, հովիտ Շուշանի, անապատ անկող, գիր անընթեռնելի, երկիր բանավոր, առավոտ խաղաղության։ Հրաշալի խոսքերով մեծարում են եկեղեցական հայրերը Սուրբ Մարիամ Աստվածածնին։ Այսօրվա ավետարան ավետման հետևյալն է. 6-րդ ամսին Գաբրիել հրեշտակը Աստծու կողմից ուղարկվեց Գալիլեայի մի քաղաք, որի անունը Նազարեթ էր, մի կույսի մոտ, որ նշանված էր Հովսեփ անունով մի մարդու հետ Դավթի տնից, և կույսի անունը Մարիամ էր։ Եվ հրեշտակը գալով նրա մոտ ասաց. «Ուրախացիր, ով շնորհընկալ, Տերը քեզ հետ է»։ Իսկ նա այս խոսքերի վրա խռովեց և մտքում խորում էր, թե ինչ բան էր այս ողջույնը։ Եվ հրեշտակը նրան ասաց. «Մի վախեցիր, Մարիամ,
որովհետև Աստծուց դու շնորհ գտար, ահա դու կհղիանաս եւ կծնես մի որդի եւ նրա անունը Հիսուս կդնես, նա մեծ կլինի եւ բարձրյալի որդի կկոչվի եւ Տեր Աստված նրան կտա նրա հոր Դավթի աթոռը եւ նա հավիտյան կթագավորի Հակոբի տան վրա ու նրա թագավորությունը վախճան չի ունենա։ Իսկ Մարիամը հրեշտակին ասաց. Ինչպես այդ կպատա ինձ, քանի որ ես տղամարդ չեմ ճանաչում։ Հրեշտակը պատասխանեց եւ նրան ասաց. Սուրբ Հոգին կգա քո վրա եւ բարձրյալի զորությունը Հովանի կլինի քեզ, որովհետեւ նա, որ քեզնից է ծնվելու, սուրբ է եւ Աստծո որդի կկոչվի։ Եվ ահա քո ազգական Եղիսաբեթը նաեւս հղի է իր ծերության մեջ, եւ այս հղիության 6-րդ ամիսն է նրա, որ ամուլ էր կոչված, որովհետեւ Աստծո համար անկարելի բան չկա։ Եվ Մարիամն ասաց. Ահավասիկ ես մնում եմ Տիրոջ աղախինը, թող քո խոսքի համաձայն լինի ինձ։ Եվ հրեշտակը հեռացավ նրանից։ Այս է Մարիամ Աստվածածնի ավետման հատվածը, որ կա ավետարանում։ Այս առաջին տեղն է Սուրբ գրքում, որտեղ մենք տեսնում ենք, թե ինչպես Աստված բարձրացրեց, ընտրեց եւ բարձրացրեց Աստվածածնին։ Մինչև այս հատվածը որևէ տեղ չկա, որ Աստվածածին ընտրվեց Սուրբ գրքում եւ բարձրացվեց։ Այստեղ հենց այդ էր եւ ինչպես դա տեղի ունեցավ, հրեշտակի միջոցով ավետիս տվեց։ Աստված հրեշտակ, Գաբրիել հրեշտակին ուղարկեց Մարիամ Աստվածածնի մոտ եւ այս բարի լուրը հայտնվեց։ Աստծո մեզ հղված, Աստծո կողմից մեզ ուղված ամեն մի խոսք ավետիս է։ Երբ առաջին մարդուն Աստված խոսք ուղեց, ասեց. բոլոր պտուղները կարող ես ուտել, բացի ես մի պտղից, դրախտի պարտեզում, ավետիս էր դա։ Դրա մեջ ավետիս կար, որովհետև դրա մեջ կյանքի փրկության ավետիսը կար։ Եթե մարդը մնար այդ պատվիրանի մեջ, պիտի արժանանար երկնքի արքայության, ասում են եկեղեցու հայրեր, այսինքն դրախտից ինքը պիտի փոխադրվեր երկնքի արքայություն։ Բայց մարդը այդ ավետիսին ինչ արեց, ավետիսն անտեսեց եւ գերադասեց մի ուրիշ կեղծ ավետիս, որ իրականում ավետիս չէր, այլ գուժ էր, որը եկավ սատանայից։ Ինչ ասեց, ասեց չես մեռնի, հանգիստ կեր։ Ընդհակառակը ավելի իմաստուն կլինես, Աստծո պես կլինես, աչքերդ կբացվեն եւ այն։ Եվ մենք անընդհատ մեր կյանքի ընթացքում այս երկու բաների մեջ ենք գտնվում։ Մի կողմից ավետիս, որ Աստված է մեզ ուղարկել, այսինքն բարի լուր, փրկության խոսք, ինչ է կոչվում։ Ավետարան, ամբողջը լցված է ավետիսներով, բարի լուրով, Աստծո խոսքով ուղված մեզ մեր փրկության համար։ Եվ սրան հակառակ սուտ ավետիսներով, որ սատանան աշխարհի միջով ուղարկում է մեզ։ Տարբեր տեսակի լուրերով, որոնք իրականում ավետիս չեն, այլ գուժ են, այսինքն մահաբեր են, մահ են գուժում մեզ, բայց մենք հիմարաբար թողած ճշմարիտ ավետիսը, ավետարանը, Աստծո խոսքը ականջ ենք կախում աշխարհից եկող սուտ ավետիսներին, մահաբեր լուրերին, մահաբեր խոսքերին, մահաբեր պատգամներին ու պատվիրաններին։ Աստվածածինը, Աստվածամայրը ականջ չկախեց ուրիշ բաների, աշխարհից եկող լուրերին։ Թերևս սատանան էլ Աստվածածնի ականջին բարի լուր էր տալիս, այսպես կոչված բարի լուր, ճակերտավոր բարի լուր, ասում էր գործ չունես, ինչ գործ ունես, քեզ կքարկոծեն, քեզ կսպանեն, առանց ամուսնու դու հղիանաս, գիտես ինչ է սպասում քեզ հրյաների մեջ։ Քեզ մահվան պիտի դատապարտեն։ Բայց Աստվածածինն ինչ է ասում։ Ահավասիկ ես Աստծո աղախինն եմ, թող Աստծո կամքը լինի ինձ վրա։ Ես հնազանդ եմ Աստծո կամքին։
Այսօր էլ նույն բանը կա։ Աստծուն հավատաս, Աստծո պատվիրանով ապրես, չես ապրի, ոտատակ կտան, վրովդ կանցնեն, քեզ ոչինչ չի, դու ուղղակի կկորչես այս աշխարհի մեջ։ Անհնարին է Աստծո պատվիրանով կամ Աստծո պատգամով կամ ավետարանով ապրել այսօր աշխարհում։ Այդ հին բաներ էր, հնում կարող է, բայց այսօրվա աշխարհում անհնարին է։ Նորից նույն սատանայի խաբկանքն է, որ ասեց Ադամին, որ թերևս ասում էր Աստվածածնին եւ այսօր ամեն մարդու է ասում։ Ավետիսը աշխարհից չի կարա գա մեզ։ Ավետիսը մարդկանցից չի կարա գա մեզ։ Ավետիսը տարբեր միջոցներից չի գա։ Ավետիսը մի տեղ ունի, որ պիտի գա մեզ, բարի լուրը։ Որտեղից? Երկնքից։ Հրեշտակն եկավ եւ այդ ավետիսը տվեց Մարիամ Աստվածածնին։ Հրեշտակներն իջան, ավետիսը տվեցին հովիվներին, երբ որ Քրիստոս ծնվեց։ Հրեշտակները իջան, ավետիս տվեցին, յուղաբեր կանած ասացին, ինչի եք ողջին մեռելների մեջ փնտրում, այստեղ չի, հարություն առավ։ Ավետիսները երկնքից են, երկրից ավետիս չկա, երկրից միայն խաբկանք է, սուտ է, որ փորձում է մեզ խաթարել, շեղել եւ մահվան դատապարտել։ Ինչի համար է ավետիսը? Ավետիսը կյանքի համար է։ Սուրբ Մարիամ Աստվածածնին ավետիս տրվեց աշխարհի փրկության համար, որ քեզանից պիտի ծնվի մեկը, որին պիտի կոչես Հիսուս, որ նշանակում է փրկիչ, եւ նա պիտի լինի Բարձրյալի որդի, Աստծո որդի եւ հավիտենական թագավոր, որի միջոցով աշխարհի փրկությունը պիտի իրագործվի։ Սուրբ Մարիամ Աստվածածինը այսօրը կոչվեց լինելու մայր Քրիստոսի, Աստվածամայր, Տիրամայր եւ Տիեզերքի մայր։ Եվ այդ բանը Քրիստոս իր խաչի վրա հաստատեց։ Իր աշակերտ Հովանեսին ասելով, ահա քո մայրը, Աստվածածնին ցույց տալով։ Եվ սրանով Աստվածածինը մայր եղավ ողջ տիեզերքի, մեր բոլորի մայր եղավ։ Այսօրվա խորհրդով մեր ավետիսը Աստվածաշունչն է։ Մեր կյանքի լուրը, կյանքի պատգամը, կյանք տվող պատվիրանը Աստվածաշունչն է, ուրիշ տեղ չկա։ Մնացածը խաբկանք են, մնացածը մեզ խաբելու եւ կորստյան մատնելու համար են, բոլոր լուրերն ու բոլոր սուտ ավետիսները, միակ ճշմարիտ ավետիսը, միակ փրկությունը, եւ մենք էլ ջանանք Տիրամոր օրինակով ասելու մենք Աստծո ծառաներն ենք, մենք Աստծո աղախիններն ենք եւ թող Տիրոջ կամքը լինի, հնազանդվում ենք Տիրոջ խոսքին եւ Տիրոջ պատգամին, ավետիսին։ Այսօր ճշմարիտ տոն է մեր մայրերի, քույրերի համար, կանանց համար, որովհետև ամենամեծ, ոչ միայն կանանց, մարդկանց մեջ ծնվածներից ամենամեծի սուրբ Տիրամոր տոնն է, եւ Տիրամոր տոնը ճշմարտապես մեր եկեղեցին հայտարարեց մայրության եւ գեղեցկության օր։ Եվ սա է ճշմարիտ տոնը մեր, որովհետև ով է մեր իդեալը, ով է մեր տիպարը, ով է մեր ձգտումների, երազանքների գագաթնակետը, կանացի, եթե ոչ Տիրամայրը, իր բոլոր աստվածային առաքինություններով ու շնորհներով։ Ում նմանվեն մեր մայրերն ու կանայք, եթե ոչ Տիրամորը, եթե ոչ մայրերի մորը, որը ունեցավ պատիվ լինելու մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի մայրը։ Ումից առաքինություն սովորենք, եթե ոչ Տիրամորից։ Սա է ճշմարիտ տոնը, եւ շնորհավորում եմ մեր բոլոր կանանց, մեր բոլոր քույրերին, մեր բոլոր աղջիկներին, թող Սուրբ Աստվածածնի օրհնությունը, Աստվածածնի շնորհները հեղվի իրենց վրա, եւ բոլորն ապրեն Տիրամոր շնորհներով։ Նմանվեք Տիրամորը, խոնարհությամբ, հեզությամբ, հանդարտությամբ, հնազանդությամբ, սիրով, հավատքով, նվիրումով եւ նաեւ մեր արտաքին հագու կապով, կերպ ու սարքով։ Հիշենք
Տիրամայրը այդպես կպահեր իրան, Տիրամայրը այդպես կհագնվեր, Տիրամայրը այդպես կխոսեր, Տիրամայրը նաև մայրության խորհուրդն է, ճշմարիտ մայրության։ Եվ այսօր նաև մեր վեհափար հայրապետի տնօրինությամբ զավակի սպասող կամ մայրության բերկրանքի սպասող կանանց օրհնության օր է։ Թող Սուրբ Տիրամոր բարեխոսությունը ազգի, մեր ժողովրդի, մեր եկեղեցու, մեր հայրենիքի եւ ողջ աշխարհի հետ լինի Սուրբ Աստվածածնի բարեխոսությունը, որովհետեւ Տիրամայրը մայրն է ողջ տիեզերքի։ Աստծո շնորհը, սերը, խաղաղությունը եւ օրհնությունը ամենքիս հետ լինի։ Ամեն։